Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ, շնորհակալություն այս հյուրին կալվելու համար։ Պարոն Առաքելյան, հետևել եք նախկին նախագահների հարցազրույցներին, անդրադարձել էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Հայաստանի նորից մեղադրել պատերազմ սկսելու մեջ, նաև որ Հայաստանը փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանի իշխանությունները ավելի շուտ ամեն ինչ արել, որ խաղապահները լքեն Արցախը, ընդհանուր ինչ դիտարկումներ ունեք, հատկապես այս կարևոր շրջանում, երբ Հայաստանը փաստորեն կարողացել է հասնել խաղաղության պայմանագրի նախաստորագրման։ Դե ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը եւ մեծ առումով խաղաղության գործընթացը այս շրջանակների համար ձեռնտու զարգացումներ չեն, քանի որ ինչպես ես նախկինում նշել եմ, պատերազմը եւ արհավիրքները այս շրջանակների համար եղել է անձնական քաղաքական իշխանությունը պահելու եւ անձնական ունեցվածքը բազմապատկելու հնարավորություն, այսինքն մեծ առումով պատերազմը կամ ոչ խաղաղությունը իրենց համար եղել է իրենց բիզնեսի եւ իշխանության ամենակարևոր գործիքը եւ հիմա եւ ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց թիկունքում կանգնած աշխարհաքաղաքական կենտրոնների հիմա երբ որ իրենց զրկում ես այդ գործիքներից իրենք ամեն կերպ փորձում են կարճած մնալ եւ հետ բերել այդ գործիքները եւ դրանով է պայմանավորված նաեւ բնականաբար առաջիկայում 2026 թվականի համապետական ընտրություններով նաեւ պայմանավորված որ այս մարդիկ շատ ավելի ակտիվ էին եւ առաջիկայում էլի կակտիվանան բնականաբար բայց դրանով հանդերձ պետք է փաստել որ նաեւ այս մարդիկ դարձել են Ադրբեջանի վկաները Հայաստանի դեմ վկայություն տալու հարցում եւ իրենց ցանկացած հարցազրույց վերջին ժամանակների հենց ուղղված է դրան, որ իրենք վկայություն կամ ավելի ճիշտ կլինի ասել սուտ մատնություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության դեմ դրանից օգտվում է Ադրբեջանը, եթե չեմ սխալվում հայտարարվել է ադրբեջանական կողմից, որ իբր պատերազմի սկսման հետ կապված ձևավորել են փաստահավաք խումբ եւ ես համոզված եմ, որ այդ այսպես կոչված փաստահավաք խմբում երևի առաջին երկրորդ հորիզոնականերում կլինեն Հայաստանի նախկին նախագահները եւ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փաստորեն վիրավորանքը Հայաստանի իշխանություններից, իշխանությանը հետ գալու ցանկությունը կարող է այնքան բարձր լինել այդ իղձը, որ Հայաստանի դեմ այսպիսի գործողություն կարելի է իրականացնել։ Գիտեք, սա խոսում է ավելի շատ քինախնդրության մասին եւ այդ քինախնդրությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ եւ 2018 թվականի իրադարձությունների չմարսելը այս մարդկանց ամբողջությամբ ուրեմն մթագնել է իրանց տրամաբանությունը չնայած ես կարծում եմ որ այնուամենայնիվ այս մարդիկ այդպեսին են եղել պարզապես այս տեսանկյունից մենք առաջին անգամ ենք ուրեմն առնչվում այս մարդկանց վարքագծի հետ ես հիշում եմ տարիներ առաջ երբ որ Սերժ Սարգսյանն էր նախագահ եւ արտերկրում կոնկրետ անձը Սերժ Սարգսյանի հետ կապված հայտարարություն արեց եւ անկախ նրանից թե սիրում էին Սերժ Սարգսյանին անդիմադիր էին թե դիմադիր այնուամենայնիվ նախատիքի խոսքեր եղան որ դրսում պետք չի ուրեմն Հայաստանի ղեկավարին այնուամենայնիվ լեգիտիմ է ոչ լեգիտիմ է նման կերպ վարվել եւ մեծ առումով այդ իրավիճակում քննադատությունը հետեւյալ ուղղությամբ էր որ դա նախ եւ առաջ պետության հետ գործ ունենք հետո նոր Հայաստանի նախագահի սակայն դա նաեւ իդեպ քարորիա պատերազմին էր վերաբերվում երբ որ սկսվեց քարորիա պատերազմը բոլորս ամեն ինչ մի կողմ դրեցինք բոլոր տարաձայնությունները հասկանալը որ դա պետությանն է վերաբերում ոչ թե մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի եւ փորձեցին կանգնել պետության կողքին մինչդեռ մենք տեսնում ենք հակառակ process-ը երբ որ օրինակ թե 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում եւ թե ժամանակահատվածում մենք այս մարդկանցից ու նրանց շրջապատից տեսնում ենք իբր իշխանություններին հարվածելու անվան տակ, բայց իրականում պետությանը հարվածելու ուրեմն քայլեր եւ դա նրանք անում են ես համոզմունք ունեմ գիտակցաբար
քանի որ նրանք կարծում են, որ որքան վատ լինի Հայաստան պետության համար, այնքան այդ Հայաստան պետության իշխանության համար վատ կլինի եւ դրանով նրանք հույս ունեն, որ ինչ որ ժամանակահատվածում ձեր կբերեն քաղաքական դիվիդենդներ։ Պարոն Առաքելյան, ձեր կարծիքով իրենք որոշակի մեսիջներ ստանով Ռուսաստանին ուղղում էին թե ոչ, որովհետև երբ օրինակ ծայրից ծայր լսում ես այս հարցազրույցները, տպավորություն է, որ սա ոչ թե մեր լսարանին են այդքան ասում, ինչքան որ Ռուսաստանին էր ինչ-որ բաներ փոխանցում, անընդհատ խոսել են մասին, որ Հայաստանն է ամեն ինչ արել, որ ռուս խաղաղապահներ օրինակ դուրս գան Արցախից, օրինակ Հայաստանն էլ ամեն ինչ արեց, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ օրինակ հենց նույն իրենց ընկերները գերեվարվեն եւ մինչև այսօր Բաքվի բանտերում լինեն, հիմա էլ հայտնի դարձավ, որ մինչև անգամ մահապատիժ դատախազը ազատազրկում է պահանջել իրենց համար։ Տեսեք, ինձ մոտ նաև այսպիսի տպավորություն կա, որ միգուցե իհարկե Ռուսաստանը ցանկանում է այստեղ իր պրոքսի ուժերով ուրեմն որոշակի հաջողությունների հասնել, բայց երբեմն իմ մոտ տպավորություն է, որ այնպես չի, որ Ռուսաստանը այս մարդկանց ստիպել է, որ ելնեն եւ խոսեն Հայաստանի դեմ, այնպես չի, որ Ռուսաստանը այս մարդկանց ստիպել է, որ իրենք չտեսնեն Ռուսաստանի մեղքը կամ առնվազն գոնե չեզոք լինեն այդ գնահատականների հարցում, եթե չեն էլ ուզում քննադատեն Ռուսաստանին, չեն էլ ուզում ցույց տալ Ռուսաստանի սխալները, գոնե չեզոք դիրքում հայտնվեն, չբարթեն Ռուսաստանի մեղքերը նաև Հայաստանի վրա, որ տպավորությունը, որ երբեմն Ռուսաստանը իրենց չէ ասում, որ այդպես անեն, բայց ինքնա առաջադրվում են կամ ինքնա այսպես դրսևորվում են, փորձելով ցույց տալ, որ իբր իրենք Ռոմեի պապից ավելի կաթոլիկ են, բայց մենք ունենք շատ ողբերգական օրինակ, այ դուք նշեցիք, երբ որ արցախյան քաղաքական էլիտայում կային մարդիկ, ովքեր Ռոմի պապից ավելի կաթոլիկ էին, բայց այդ Ռոմի պապը այնուամենայնիվ անհրաժեշտ պահին իրենց կողքին չկանգնեց եւ իրենց զինված ուրեմն իրենց զորքի ներկայությամբ, հա, ռուսական զորքի ներկայությամբ այդ մարդկանց պարզապես հանձնեցին կամ այդ մարդկանց գերեվարեցին եւ այս առումով ես կարծում եմ այդ մարդիկ մտածելու տեղ ունեն, քանի որ այդ օրինակը աչքի առաջ ունենալով իրենք պետք է հասկանան, որ եթե թողնում ես քո ազգային պետական շահերը եւ սպասարկում ես այլ երկրի ազգային պետական շահերի, մի օր դու կհայտնվես այնտեղ, որտեղ այն մարդիկ ցավալիորեն հայտնվել էին եւ վերջին տարիների Ռուսաստանի քաղաքականությունը ցույց է տվել ոչ միայն Հայաստանի հետ կապված է դա տեղի ունեցել կամ Արցախի հետ կապված է դա տեղի ունեցել, այլ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին Ռուսաստանը կամ չի ուզում կամ չի կարողանում ուրեմն իրենց խոսքով ասած մի своих не бросаем այդ խոստումը կատարել, մենք տեսել ենք Արցախի օրինակը, Հայաստանի օրինակը, Սիրիայի օրինակը եւ այլն, ես համոզված եմ առաջիկայում էլ օրինակներ կտեսնենք եւ հետեւաբար այս մարդկանց նման, ինչպես նշեցիք, ինքնաառաջադրումը Ռուսաստանի շահերի պաշտպանության առաջամարտիկի դերում, կարծում եմ նաեւ ինքնանախաձեռնություն է շատ դեպքերում, բայց բնականաբար այստեղ իրենք սինխրոն գործում են նաեւ Ռուսաստանի հետ։ Իսկ իրենց հենց մեջ դուք մրցակցություն տեսնում եք թե ոչ նախկին ղեկավարների, հիմա էլ նոր ուժ է ձևավորվում, մեր ձևով իդեպ Նարեկ Կարապետյանն էլ դրսում այդ հայտնի հարցազրույցն էլ է շատ քննարկվում, կուզեի նաև դրան անդրադառնայիք եւ արդյոք իրար մեջ է փորձում են սինխրոնացնել, թե հակառակը նակնդիմության առաջամարտիկի դերը ստանձնելու մրցապայքարը ինչ որտեղ։ Տեսեք, այդ մրցակցությունը ակնհայտ է, որ կա ներքին մրցակցությունը եւ ես համոզված եմ, որ այս հարցազրույցների շարքը պատահական չի, երբ որ ձեր կողմից նշած անձը Միացյալ Նահանգներում հարցազրույց տվեց, հետո Սերժ Սարգսյանը, հա, հերթականություն կարծեմ այդպեսին էր, հետո ես կարծեմ նույն օրը նույնիսկ հրապարակվեց Սերժ Սարգսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում Ռոբերտ Քոչարյանը շաբաթներ առաջ էր հարցազրույց տվել եւ մեծ առումով նորություն չասաց իր այս հարցազրույցում, չնայած իր բոլոր հարցազրույցներում էլ ինքը նորություններ չի ասում, ընդհանրապես կրկնվում է եւ կրկնվում է հին թեզերը։ Սա վկայում է այն մասին, որ այս թևերի մեջ բնականաբար մրցակցությունը կա եւ ընդդիմության, այսպես ասենք, լիդերի այդ գահի հավակնությունը շատ մեծ է։
եւ որքան էլ այո, հատկապես Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան թևում խոսում են ընդհանուր ընդդիմության մասին, բայց հակասությունները ակնհայտ։ Բայց վերջին արդյունքում այդ հակասությունները կխանգարեն, օրինակ միավորվել, եթե օրինակ կարիք լինի։ Չէ, իհարկե, ես նախկինում էլ նշել եմ, որ տեսեք, այստեղ Ռուսաստանը կարծում եմ նմանատիպ քաղաքականություն է վարում, այստեղ ուժերը ովքեր հայտարարում են, որ մենք դաբրոներ ունենք, կարծես Մոսկվայից, այսինքն մարդիկ, ովքեր հավակնում են դառնալ կամ մասնակցել երկրի քաղաքական կառավարմանը, իրենք հայտարարում են կամ պարզ ասում են, որ իրենք դաբրո են ստացել, այսպես իրենց բառապաշարով ասած, նոր եկել են Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու եւ բնականաբար ակնհայտ է, չէ, որ եթե հանկարծ տեսականորեն համարենք, որ իրենք կգան իշխանության, իրենք Հայաստանը կղեկավարեն դրսի դավրոներով։ Սա նշանակում է նման խոստովանությունները մեծ առումով ըստ էության խոստովանություն է, որ իրենք ինչ որ երրորդ երկրների գործակալներ են կամ ազդեցության գործակալներ են։ Մի փոքր հետ գնանք, քանի որ երրորդ երկրներից խոսեցինք, հեղափոխությունից խոսենք։ Փաստորեն Սերժ Սարգսյանի ասածից ստացվում է, որ մարդիկ, ովքեր որ դուրս եկան փողոց, իրեն մերժեցին, արևմուտքի ցուցումով էին դուրս եկել։ Սվիտալսկին մի քանի օր այն ժամանակվա դեսպանը Եվրամիության եվրոպական մայրաքաղաքների շնորհավորանքները չի տարել արտգործնախարարություն։ Նալբանդյանն էլ զանգել ասել է, եթե ես չբերես, ես կզանգեմ Բրյուսել։ Փողոց էր տաքացնում Սվիտալսկին։ Հետաքրքիր է, օրինակ, այսքան տարի անց, չնայած ինքը էլ էր այս միտքը ասել, որ օրինակ արտաքին ուժերի կողմից եղել հեղափոխությունը, ինչ նպատակ ունի հիմա խոսել այս մասին ու փորձել ներկայացնել այնպես, թե իրեն ժողովուրդը չի մերժել, այլ արևմուտքն է կարծես այդ հեղափոխությունն արել։ Տեսեք, ես կարծում եմ, որ բնականաբար Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ինչ որ խոսալու առիթներ պետք է անեն, փորձում են ժամանակ առ ժամանակ անդրադառնալ ոչ վաղ անցյալի իրադարձություններին եւ դրանք մեկնաբանել ըստ իրենց հայեցողության։ Իսկ ինչ վերաբերում է փողոց տաքացնելուն, որ արևմուտքն է այդ փողոցը տաքացրել, այդ փողոցը տաքացրել են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց կառավարման ամբողջ 20 տարիների ընթացքում, իրենց ապաշնոր կառավարման ընթացքում Հայաստանի եւ հայ ժողովրդին հարստահարելու այդ ամբողջ գործընթացում իրենց քայլերով տաքացրել են այդ փողոցը, քանի որ ժողովուրդը տոտալ դժգոհություն ուներ Սերժ Սարգսյանից եւ բնականաբար Ռոբերտ Քոչարյանից էլ եւ այդ տաքացված իրենց կողմից տաքացված փողոցի արդյունքում էր, որ ժողովուրդը դուրս եկավ եւ վերջնականապես մերժեց իրենց։ Իսկ ինչու հիմա օրինակ խոսել այդ մասին, այդպես էլ չեն ընդունում այդ փաստը ինքը, այսինքն չի ընդունում այդ փաստը։ Դե տեսեք, հեղափոխության ընթացքում Սերժ Սարգսյանը հայտնի հայտարարություն արեց, ըստ էության ընդունեց, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի, ընդունեց, որ իրողությունները ընդունեց, սակայն բնականաբար ներկայիս ներքաղաքական զարգացումների ֆոնին իրենք փորձում են ներկայացնել, որ իրենք ունեն բավականին լուրջ ռեյտինգ եւ դրսից ինչ որ ուժեր եկան եւ իրենց գահանկեց արեցին։ Բնականաբար դա այդպես չի, ինչպես ասեց Հայաստանի վարչապետը, այդ հեղափոխությունը ըստ էության on-line ռեժիմով լուսաբանվել է եւ այստեղ փաստերի խեղաթյուրում որքան էլ անես, այնուամենայնիվ իրականությունը այլ է։ Հիբրիդային պատերազմները Հայաստանի դեմ մեր ղեկավարությունը շատ է այս մասին խոսում, վերջերս նաև արտգործնախարարներ Ֆրանսիայում սրա մասին հայտարարել, սրանք ինչքան մեծ թափ կարող են առնել այս ընթացքում, երբ Հայաստանը օրինակ խաղաղության պայմանագիրն է նախաստորագրել, պատրաստվում է ստորագրել, թրիփի շուրջ համաձայնություն կա, պետք է սկսվեն աշխատանքները եւ պատրաստվում են ընտրությունների, որի ելքից էլ հենց կախված կլինի իմ նշած պայմանագրերի իրագործումը։ Ինչքանով սա կարող է վնասել Հայաստանին։ Տեսեք, ժամանակակից թերևս պետությունների միջև պատերազմի թերևս ամենաընդունված մեթոդներից մեկը դա հիբրիդային պատերազմն է, իսկ Հայաստանը այսօր գտնվում է այդ հիբրիդային պատերազմի ուղիղ ազդեցության տակ եւ էպիկենտրոնում եւ մենք խոսեցինք մարդկանց հարցազրույցներից, այդ հարցազրույցները
իրանց կեղծ բովանդակությամբ հենց հիբրիդային պատերազմի ցուցիչ են կամ դրսևորում կամ ըստ էության միջոց եւ փաստացի այդ միջոցով եւ ներսի ուժերը եւ դրսի ուժերը եւ դրսի հովանավորությունը ունեցող այդ ներսի ուժերը փորձում են եւ փորձել են վարկաբեկել այն գործընթացը խաղաղության, որ կա Հայաստանի Հանրապետությունում եւ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին, ես նշեցի, որ այս ուժերի համար պատերազմը ոչ խաղաղությունը եւ արհավիրքները իրենց իշխանությունը պահելու, իրենց անձնական հարստությունը բազմապատկելու ամենակարևոր գործիքն է եղել եւ այդ ուրեմն թրիփը եւ մնացած խաղաղության գործընթացները այդ գործիքը վերցնում են իրենց ձեռքից եւ հետեւաբար այս մարտիկ դիմադրում են ու առաջիկայում էլ շատ ավելի ակտիվ կդիմադրեն, իսկ 26 թվականը իրականում շատ կարևոր ժամանակահատված է 26 թվականի ընտրությունների կարևորությունը նույնիսկ ես կարծում եմ, որ շատ ավելին է, քան նույնիսկ 21 թվականի ընտրությունների կարևորությունը, քանի որ ուրեմն խաղադրույքները շատ բարձր են 21 թվականից հետո մեր տարածաշրջանում եւ գլոբալ աշխարհում տեղի են ունեցել բավականին լուրջ փոփոխություններ, դա կապված Ռուսաստանի հետ, Իրանի հետ, չգիտեմ, Թուրքիայի, Հայաստանի, այսինքն մեծ առումով տարածաշրջանի եւ այստեղ հատկապես Ռուսաստանը բավականին ուրեմն կենտրոնացված է լինելու Հայաստանի 26 թվականի ընտրություններում իր համար ցանկալի տեխնացուներին անցկացնելու կամ այնպիսի ազդեցություններ ունենալու, որպեսզի այդ տեխնացուները հնարավորինս մեծ ձայներ հավաքեն եւ կարողանան հավաքվել իրար գլխի եւ վերցնել իշխանությունը Հայաստանում, քանի որ ինչպես նշեցիք, եթե իրենք հաջողություն կունենան, ապա անհաջողություն է ունենալու եւ թրիփի նախագիծը եւ խաղաղության օրակարգը եւ մնացած ուրեմն գործընթացները, իսկ այդ պարագայում այսօր երբ որ մենք տեսնում ենք այդ հիբրիդային պատերազմը կամ պատերազմի կանոնները Հայաստանում, դա դրա հերանեկարում նման արդյունք ունենալուն է միտված, բայց ես համոզված եմ, որ իրենք հաջողություն չեն գրանցելու, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ մեր իշխանություններն էլ այստեղ շատ կարևոր քայլեր պետք է կատարեն եւ հնարավորինս արագ փակեն այն խողովակները, որտեղով իրականացվում են այդ մեր կողմից նշված հիբրիդային պատերազմը Հայաստանի Հանրապետության։ Դուք նշեցիք իր տեխնացուներին, այսինքն ձեր խոսքից կարելի է ընդհատել Ռուսաստանը մի քանի դեմքով հանդես կգա, օրինակ հիմա վաղ շաբաթում էլ ընտրություններ են սպասվում ու ընդդիմությունը մի քանի դեմքով է մասնակցում, բայց չեն էլ թաքցնում օրինակ, որ կփորձեն միավորվել, եթե անհրաժեշտություն լինի։ Իրենք այդ մոդելը կարծեք թե կիրառեցին Գյումրիում եւ իրենք դա երկրորդ անգամ փորձարկում են կարծեք թե վաղաշաբաթում եւ հաջորդը բնականաբար եթե հաջողեն հաջորդը կլինի համապետական ընտրություններում, քանի որ մենք տեսնում ենք, որ այդ թևի ներկայացուցիչների առնվազն մի քանի տեխնացուներ կան, ասենք Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն, ուրեմն Սերժ Սարգսյան իր թևով, այդ Սամվել Կարապետյան, Վանեցյան, Թևանյան, չգիտեմ, եւ այլն, այսինքն իրենք բոլոր հնարավոր միջոցներով փորձելու են ձայներ հավաքել եւ ելի կրկնեմ 26 թվականի ընտրությունները չափազանց կարեւոր են իրենց համար եւ խաղադրույքները իսկապես 26 թվականի ընտրություններում բավականին բարձր է, քանի որ 26 թվականի ընտրություններով որոշվելու է ոչ միայն Հայաստանի ապագա իշխանության հարցը, այլև որոշվելու է տարածաշրջանի մինչևից տեղի ունեցած զարգացումների հետագա շարունակականության ապահովումը կամ չապահովումը։ Տեսեք, իշխանությունը օրինակ բաց ասում է, որ մենք գնում ենք ընտրությունների խաղաղության օրակարգով, մենք նախաստորագրել ենք պայմանագիրը, որը փոփոխման ենթակա չէ, այսինքն հենց ինչ որ նախաստորագրվել է, պետք է ստորագրվի, մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել այդ ճանապարհի շուրջ հայտնի ու օրակարգը իշխանության հայտնի է, ինչով են գնում ընտրությունների, այսինքն եթե ես կամ դուք ինչ որ մեկը ձայն տա, գիտի ինչի համար իշխանությանը ձայն կտա
կազմակերպելը ինչ է առաջարկելու ձեր կարծիք ընդդիմությունը։ Միջև հիմա օրինակ այս հարցազրույցները որ լսում ես, ասում են նոյեմբերի 9, բայց նոյեմբերի 9-ից հետո չգիտես ինչի կապիտուլյանտ էին անվանում իշխանություններին վարչապետին։ Տեսեք, իրենք հիմա բավականին լուրջ քաղաքական վակուումի մեջ են, քանի որ իրենք իսկապես չունեն օրակարգ, իսկ այն ինչի մասին որ իրենք խոսում են առնվազն իշխանության օրակարգի ֆոնին, այսինքն խոսում են, քանի որ իշխանությունը օրակարգ ունի եւ օրակարգ է առաջարկել, ընդ որում չունենալով ռեալ այլընտրանքներ իշխանության այդ ուրեմն առաջարկներին, իսկ ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի այդ 9-րդ կետին, ապա տեսեք, այստեղ էլ, այսինքն այս փաստաթուղթն էլ ըստ էության ներկայիս իշխանության, եթե իրենք դա ձեռք բերում են համարում, ուրեմն էլի ներկայիս իշխանության կողմից ստացած փաստաթուղթ է։ Տեսեք, նույն Քոչարյանը իր հարցազրույցում մի քանի անգամ իրեն հակասում էր, նախ ասում էր, որ նույնն է, տարբերություն չկա, մի տարբերությամբ որ Արցախը կար, բայց չգիտես ինչի, ասենք Քոչարյանը չի տեսնում, որ այդ օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթղթում ուրեմն FSB կամ Ռուսաստանի անվտանգության ծառայությունները այդ տերմինը չկա, ինչ որ մեկը Հայաստանից բացի չի վերահսկելու այդ տարածքը։ Եթե հասկանալի է, եթե Քոչարյանի համար FSB-ն դա հարազատ կառույց է ու ինքը կարող է այսպես չնկատել այդ կառույցը, ապա մեր համար դա այդքան էլ կամ ոչ միայն այդքան էլ, այլ ընդհանրապես հարազատ կառույց է։ Հաջորդը նա նշում է, որ գիտեք, այդ փաստաթուղթը սիմետրիա ունի Լաչինի Միջանցքի հետ, ինքը դրանով խոստովանում է, որ փաստացի իրենք Ադրբեջանը եւ Ռուսաստանը ասելով 9-րդ կետ նկատի ունեին Միջանցք ու հաջորդիվ ասում են, որ պետք է կարճել այդ փաստաթղթից եւ մեղադրումը Հայաստանի վարչապետին, որ այդ չի կատարել 9-րդ կետը, փաստացի մեղադրելով Հայաստանի վարչապետին, որ ինքը Միջանց չի տվել Ադրբեջանին ու հաջորդ էլի ֆրազայով ինքը ասում է, որ սկզբանե դա ուրեմն Միջանցք չէր, հա, կամ այդպիսի տրամաբանություն չկար, բայց մենք հիշում ենք, որ հենց իր արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր Միջանցքի խոստում է տվել Ալիևին եւ Պուտինին եւ պետք է այդ տա։ Այսինքն այս ամբողջ խառնաշփոթը իրենց տրամաբանության մեջ խոսում է նրա մասին, որ իրենք իսկապես չունեն օրակարգ եւ փորձում են արհեստական այսպես օրակարգեր գեներացնել, իսկ միակ բռնվելու տեղը այսպես կոպիտ ասած դա նոյեմբերի 9-րդ կետն է եւ ինչու է այսօր Քոչարյանը ասում, որ դա սիմետրիա ունի Լաչինի Միջանցքի հետ, ինքը էլի ասում է ռուսներին կամ ռուսական կողմին, որ եթե ես գամ իշխանության կամ եթե ուրեմն մեզ բերեք իշխանության, մենք կտանք այդ ճանապարհը Լաչինի Միջանցքի սիմետրիայով, անկախ այն հանգամանքից, որ Լաչինի Միջանցքը այլևս չկա, Արցախը իր նախկին կարգավիճակով այլևս չկա, իրենք պատրաստ են Հայաստանի սուվերեն տարածքը տրամադրել երրորդ երկրներին զուտ նրա համար, որպեսզի իրենք գան իշխանության եւ ըստ էության սա եղել է մեղրին հանձնելը կամ մեղրին փոխանակելը, ելա Ռոբերտ Քոչարյանի իդեա ֆիքսը եւ այս մարդը կարծեք թե չի հանգստանում, միջև Հայաստանից մի կտոր չնվիրի ուրեմն Ադրբեջանին կամ Թուրքիային կամ երրորդ երկրներին։ Շնորհակալություն պարոն Առաքելյան հետաքրքիր զրույցի համար, իմ հյուրը հիշեցնեմ քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։